Անահիտ առաջին անգամը չէ, որ դուք այսպես Ավետիք Չալաբյանին անազատություն եք ճանապարհում։ Այս անգամ ինչպես եղավ այդ process-ը, առավոտյան են եկել, խնդրեմ մի փոքր ներկայացնեք եւ ինչ սպասել, որ դեպքում Չալաբյանը կլինի ազատության մեջ։ Գիտեք, ուղիղ 4 տարի առաջ էր, ես Facebook-ի իմ գրառումը գտա, հենց ամսի 24-ին անցյալ 2022 թվականին հունիսի 24-ին գրառում է արել Facebook-ում ազատություն կա բանտարկյալ Ավետիք Չալաբյանին, ու փաստորեն 4 տարի հետո ինձ նույն օրը իրեն ձերբակալել են։ Տեսեք, դե ձերբակալել են, եկել են առավոտյան, տարել են, ես դրա մասին արդեն խոսել էի, այս պայդրությամբ տվել են 2 ամսվա կալանք առանց տեսակցության հնարավորության, այսինքն դա ինձ թվում է հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի ինչ-որ մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, իր մասնակցության համար այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման եւ ընտրությունների հետ կապված ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։ Ինձ թվում է այս պահի դրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան թե մեղավոր, մեր բանտարկյալները ոչ միայն Ավետիքը հայտնվում են այդ կալանավայրերում, հետո եթե տեսնում եք արդեն ինչա կատարվում, մի տարի հետո հանկարծ արդեն ազատություն են թողնում, հետո նույնիսկ արդարացում, որովհետև չկա քայական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված, կամ ասենք թե ինչ-որ քրեական գործի դեմ հարցված լինի, ու այս ամենը ընդամենը այն նպատակի համար է, որպեսզի ակտիվ քաղաքական գործիչներին, ակտիվ ազնիվ եւ քաջ քաղաքական գործիչներին ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին, Երկրորդ համատեղ ամեն դեպքում քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, պարսոնական հաղորդագրություն, խոսել էր Չալաբյանի, Արտասահմանյան ինչ-որ այցերի մասին։ Դուք ինչպես եք գնահատում այդ տեքստը որպես նաև քաղաքացի։ Քանի որ քննություն է հիմա գնում, ես համոզված եմ, որ գործը հասնի արդեն բուն դատական փուլին, երբ որ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի տվյալ չկա։ Այսինքն այն կքանդվի բացառապես շատ պարզ փաստերի հիման վրա եւ այդ այցելությունների եւ այդ ընդհանրապես ասենք այդ դրված ասենք փաստերի հետևում կպարզի, որ ընդհանրապես ոչինչ կա։ Իրեն ուղղակի կարող է բաց թողնել, երբ որ այս ամբողջ process-ը վերջանա։ Եվ նաև Ավետիքը անչափահաս երեխաներ ևս ունի, ճիշտ է։ Մենք ունենք 4 երեխա, որից փոքրը անչափահաս է, մեծերը արդեն։ Դա էլ հաշվի չեն առել այդ գործողությունները։ Մեր փոքր երեխան հաշմանդամություն ունի, մենք բոլոր քրտերը ներկայացրել ենք, Ավետիքը ինքը ունի առողջական խնդիրներ եւ արյան հետ եւ սրտաբանական խնդիրների հետ կապված, բոլորը ներկայացրել ենք, ոչ միայն հաշվի չեն առել, այլ ասենք ընտրել են ամենախիստ տարբերակներ կալանավորելու, նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի մենք ընտանիքի անդամները իրեն այցելեն։ Այստեղ նաև այդ կերակրողի հետ կապված է, ընտանիքի այսինքն պահողը, փաստացի ինքն է, աշխատողը եւ այլն։ Ես կարծում եմ այս իշխանությունը դա անում է հատուկ ցուցադրական դաժանություն ցույց տալու համար իր ուժը, որ կարող է ցանկացած ընդդիմադիր ոչի, ցանկացած պահի փակի, չգիտեմ, ինչքանի ամսով ուզում է, ցանկացած առանց պատճառի լինի թե չէ, был бы человек, остатья найдется, դրվայ ոչի են արդեն հասել, չեն էլ ամաչում դրա համար։ Ես այս համոզված եմ, եթե ինչ-որ մեկը նստի հաշվի, թե քանի բանտարկյալ կա այսօր Հայաստանում եւ համեմատի գլոբալ վերի հետ, մենք երևի առաջի 20-յակում իրականում այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ինքն Հայաստանի Հանրապետությունից հասկանալի է, շնորհակալություն։